Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոց, ջերմ մթնոլորտ, լավ տրամադրություն եւ ստեղծագործ երևակայություն։ Այս բոլոր երևույթներին արկա կլինեք եւ բոլոր երևույթները կընկերեք մեր հաղորդման մեջ։ Բարև ձեզ նորից, հարգելի հեռուստադիտողներ, այնինչ նշեցի, մենք ներկայացնել ենք երկուսով, իմ հյուրն է Բորա ռեստորանի ավագ խոհարար, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության ակտիվ անդամ Դավիթ Սահակյանը։ Ողջույն Դավիթ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ դուք։ Լավ, Դավիթ ջան, մենք մի ամսյակ ենք հայտարարել մեր ավանդական ուտեստները, մեր ավանդական կամ մեր բնաշխարհին բնորոշ մթերքներով պատրաստվող նոր ուտեստներ նոր մատուցման եղանակով։ Եվ այդ ծանր բեռը, ինչպես որ մենք նախնական զրույցում բազմիցս նշել ենք, այդ ծանր բեռը պիտի գցենք մեր երիտասարդ խոհարարների ուսին, երիտասարդ սերնդին։ Նրանք պատրաստ են միշտ։ Նրանք քո տեսքով այսօր պատրաստ են։ Շատ լավ, գործերը ինչպես են։ Շատ լավ, բարգաս։ Ուրախ եմ եւ ուրախ եմ քեզ այդ յուրաքանչյուր հանդիպման, որովհետեւ երբ որ հանդիպում ենք, արդեն ակնկալում եմ մի նոր ձև, մի նոր ոչ կամ մատուցման մեջ կամ պատրաստման մեջ։ Այսօր ինչ ենք ցուցադրելու։ Ծեծած մսով մի հետաքրքիր կերակրատեսակը պատրաստենք։ Ծեծած միսը, որ կոչվում է կոլոլակ։ Այո։ Այո, թյուրիմացաբար մենք անվանում ենք քյուրթա, բայց ինքը հենց կոլոլակն է եւ բացառիկ հայկական երևույթ։ Դե ես անվանում եմ ծեծած Լավ, մսը, քյուրթաբարը չեմ սիրում։ ոչինչ չի խանգարում։ Հիմա ինչ որ փորձենք մի փոքր զանգվածի հետ մի փոքր աշխատանքներ Օգտագործենք մեր ավանդական եղանակը կոլոլակի պատրաստման, որը մեջ պիտի լինի ձու, պիտի լինի կոնյակ, պիտի լինի ալյուր եւ շատ սեր ամենակարևորը։ եւ ջերմություն կլինի հոգու թե Ալյուր մանրի։ կավելացնենք եւ մի փոքր բավական։ Զանգվածը մի փոքր կարող ենք խառնել, ավելի կպչուն զանգված կստանանք։ Ունենալու ենք նոր մտահղացում մատուցման մեջ, դասավորելու կամ ինչ-որ մի եղանակ ընտրելու մեջ։ Իմիջայլոց պիտի նշեմ, երևի դու, ոչ թե երևի հաստատ դու նույնպես ուրախանաս, կետը հետաքրքիր կհանձը քեզ համար։ Այս ամսյակը մենք նվիրում ենք մեր երիտասարդ հայուհիներին, ովքեր ուզում են մեր խոհանոցի մեջ ինչ-որ մի բան իրենց համար գտնեն, նորություն գտնեն։ Ուրախ եմ, որ երիտասարդ աղջիկները հետաքրքրվում են խոհանոցով, դա միայն գովելի հանգամանք է։ Եվ այսպես ջեռոցի համար նախատեսված տապակի մեջ կարող եք մի փոքր ձետ ավելացնել։ Մի փոքր ձետ կսենք սա մեջ։ Օգտագործելու ենք ջեռոցը, որպես ջերմային մշակման գործիք։ Շատ մերսի։ Այսպես։ Իմիջայլոց մենք չենք հարցնում դեռ, բայց ուտեստի անվանում պիտի նաև որոշենք։ Միասին կորոշենք, պարոն Միասին Մամուլյան, կորոշենք, ինչպես միշտ մենք միասին։ Բարեկամներ, փաստորեն այս ամբողջ ամսվա ընթացքում դուք պիտի ներկա լինեք նոր ուտեստների ծնվելուն, իր անվանմամբ, իր ասենք կնքահոր ներկայությամբ։ Թեկուզ։ Ահա, հենց այդպես։ Ծնունդ։ Հիմա մի փոքր լոլիկները կավելացնենք, 5-10 րոպե ջեռոցում կեպենք, նոր կավելացնենք մնացած բաղադրյա մասերը։ Շատ լավ։ Առայժմ միայն լոլիկը, իսկ ինչ բաղադրամաս ենք օգտագործելու։ Հետո կօգտագործենք ոչխարասունքը, ագարիկոնը եւ կերած պանիր։ Կերած պանիր։ Ինչ կուզեմ այսպիսի ինչ որ անջատենք, որպեսզի հետո կտրելուց ինքը հետաքրքիր ձև ընդունի, հա։ Հա։ Մի քիչ ուզում ես պնդացնես խյուսը, զանգվածը։ Եվ Իմիջայլոց համակտար էլի ավելի։ ծեծված միս, որ նշեցիր, ես հասկացա, որ դու էլ չես կարողանում տանել այն անվանումը, որ ընդունված է իբր Դե դրսից եկած անվանումներ են, որը որ ես չեմ ուզի մեր խոհանոցում օգտագործել։ Դե դրսից եկած չէ, մենք ենք աշխատել հասկանալի դառնանք օտարին, իրենց լեզվով։ Դա չեմ ընդունում ես, դրա համար չեմ օգտագործում այդ բառերը, որոնք որ խոր կտամ շատ ռեստորանների նույնիսկ, որ նման ուտեստներ կան, որ հենց այլ երկրի, հարևան երկրների չեմ ուզում անուններով։ Եվ այսպես ուղղակի ջեռով։
Քո չես նեղանում։ Չէ, շատ համեղ։ Ես ասեցի, որ մենք բոլորս այսօր ներկա պիտի լինենք նոր ուտեստի, Դե միասին հա, նոր ուտեստի հայտ գալու։ Նուշ ենք ավելացնում, նուշ եւ անուշ։ այսպես կարող ենք հենց անջատել եւ այսպես էլ կտրատենք արդեն։ Կուղարկենք ջեռոց, ջեռոցում հարկավոր է ունենալ ինչքան, որքան ջերմաստիճան։ 200 աստիճանի տակ նախ մի 10-12 րոպե այսպես կեփենք։ Ահա։ Հետո ջեռոցից կհանենք, ավելացնենք ագարիկոնը, ոչխարասունկը։ Ոչխարասոկոն։ Սոկոն, հա, այդպես էլ կարելի անվանել։ Всё, ուղարկենք արդեն սա ջեռոց։ Ուղարկենք ջեռոց, կսպասենք 10 րոպե, 10 հա։ րոպեից հետո արդեն նորից պիտի աշխատենք։ Այո, այդ ուտեստը որ նոր է ծնվում, հարկավոր է որ շատ ջանք թափենք։ Այո։ Եվ ժամանակ եւ ջանք։ 10 րոպե հետո կհանդիպենք։ Դավիթ ջան, արդեն պատրաստ, այսինքն ոչ թե պատրաստ է, այլ այն աստիճանը, որ դու ուզում էիր։ Մնացած Իսաև։ գործողությունները կարող ենք շարունակել, վերցնենք սունուկ, մանր շերտատենք, Չգիտեմ որտեղից սկսենք։ Հենց այս կտրված մասերը պիտի կտրվածով հանենք։ Մի քիչ փախլավաձև կարող ենք կտրատել, նման ինչ-որ անվանում փախլավա, փախլավա։ մտածենք նման մի անվան։ Իսկ եթե միսլավա անվանենք, Կամքը ձերն է, որոշեք։ փախլավա, միսլավա, լավա, միսլավա, ծեծած միս, Շատ լավ է։ կոլոլիկ եւ միսլավա։ Հենց այդպես էլ կհամարենք։ Այ ես պիտի սպասեմ, թե դու ինչ մտահղացում ունես մատուցման ժամանակ այդ մեծ բաժնային կտորով որ մատուցենք, դու ինչ մտահղացում պիտի ցուցադրես, հենց այդ դրանից էլ արդեն այդ դրանից եզրակացնենք։ Կանաչի պիտի դնենք, թե չէ։ Չէ, հարկավոր չի, քերած պանիր վրան կավելացնենք։ Ու կրկին կուղարկենք ջերմային մշակման ջեռոցում։ Եվ այսպես։ Գիտես, դեպքերը կան եւ շատ են, որ անվանումների հետ խոսակցություն է գնում, հիմա մենք անվանեցինք, բայց գալու են Պատրաստ է։ քննադատները։ Ինչ ջերմաստիճան եւ որքան ժամանակ։ Նույն կերպ 200 200 աստիճան 8-ից 10 րոպե թողենք։ 8-ից 10 րոպե։ Բարեկամներ, ուղարկենք ջեռոց 8-ից 10 րոպե, բայց օգտվենք այս ժամանակը իզուր չանցկացնելու համար եւ կընդվիճվենք, դուք կլսեք տեղեկություններ այն մթերքների մասին, որոնք որ օգտագործվել են այս ուտեստի մեջ, նրանց օգտակարության եւ ընդհանրապես նրանց բնութագրի մասին։ Իսկ մենք հանդիպենք 10 րոպեի հետ։ Տավարի միսն օգտակար է սակավարյունության դեպքում, հարուստ է երկաթով, կանխարգելում է սրտի կաթվածը։ Պանրի ամենօրյա օգտագործումը կանխում է շաքարային հիվանդությունների առաջացման վտանգը։ Լոլիկն իջեցնում է արյան ճնշումն ու նվազեցնում խոլեստերինի քանակը օրգանիզմում։ Ահա, բարեկամներ, արդեն պատրաստ է ուտեստը։ Դավիթ ջան, ախորժալի տեսք ունի։ Ինչ ենք անելու, ոնց ենք մատուցելու։ Կտրատենք եւ մատուցում։ Մեր հերոստատիտողը տունը պատրաստեց, ոնց պիտի մատուցի։ Այսպես, ոնց պայմանավորվեցինք, փախլավաձև կկտրատենք։ Շատ Ախորժալի տեսք ունի։ եւ բույրը արդեն տաղավարում շատ հետաքրքիր բույր է տարածվել։ Մատուցվող ափսեն կարող ենք պատրաստել։ Այս ինչ-որ բանի օգնությամբ կարող ենք այսպես մեջտեղի գեղեցիկ կտորներից։ Ասեմ, որ որակով կոլոլակ էր։ Այո։ Երկու կտոր դնենք մատուցման համար։ Այսպես։ Սա արդեն մեզ հարկավոր չէ։ Ահա։ Մի փոքր Սա մեզ հարկավոր չէ, այլ մեր բոլոր նկարահանող խմբին հարկավոր է, մեր ընկերներին։ Այսպես ինչ-որ մի փոքրիկ այս կողմի վրա տոմատի մածուկով կարող ենք փոքրիկ ձևավորում անել, փոքրիկ լոլիկի տեսք ստանանք, բայց պտղակոթը շատ փոքր էր, մի փոքր, այսպես մի փոքր
Սա լավ սուրդանակ է ավելի, կարծում եմ քեզ ավելի։ Այսպես մի փոքր ձևավորենք։ Տեսնեն։ Այսպես շերտատենք։ Եվ այսպես, ահա։ Փորձում եմ պարոն Մամուլյան ինչ-որ հետ ձևավորման մեթոդներ օգտագործել, որպեսզի երիտասարդները կարողանան տան պայմաններում եւ սովորական դանակով կարողանան ստանան այս նույն պատկերները, ինչ որ մենք ենք ստանում եթերի ժամանակ։ Շատ լավ։ Բարդ գործողություններ չեմ ուզում անի, որպեսզի ավելի դասընթացային process ստացվի։ Այն ինչ որ մենք ուզում ենք, որ մեր հեստատողները Թե չէ կան հետաքրքրված են։ ինչ որ բաներ, որ անիմաստ պետք է նայեն, բայց չկարանան այտենց նայելով պատրաստեն։ Ուզում եմ ինչ որ այնպիսի բաներ ստանանք, որ կարողանանք նաև տան պայմաններում մենք հակավա նայելով պատրաստենք։ Այսպես ինչ որ տեսք տանք։ Նմանատիպ ինչ որ մի բան, սա մի փոքր դզենք այստեղ։ Այս տիպի ինչ որ տեսք կարող ենք ստանալ։ Եվ մի փոքր սոուսներից ինչ որ մի բան կարող ենք օգտագործել։ Մի կողմ վրա։ Այդ ցանկությունը քո մեջ մի սպանիր։ Բայց չեմ ուզի շատ մսի վրա լինի, սենց մի անկյունի վրա սենց կողքից ուղղակի համտեսելու համար։ Մի փոքր էստեղ կուզեմ այսպիսի ֆոն տանք, չարաշահելով ձեր համբերությունը, այսպիսի։ Ահա բարեկամներ, մենք արտառոց ոչինչ չարեցինք, օգտագործեցինք մեր բնամթերքը, օգտագործեցինք մեզ քաջածանոթ կոլոլակը, բայց մատուցման նոր ձև, նոր եղանակ։ Դավիթ ջան, դու ինչ ցանկություն ունես մեր հերոստատողներին, կարող ես այդ առիթից օգտվել եւ քո ցանկությունները Իմ ցանկությունը միշտ նույնն է կարելի ասել, առողջություն եմ ցանկանում եւ մի փոքր լինեն, մի փոքր չէ, լինեն հաջողակ, իսկ եթե առողջություն ունենք, հաջողակ ենք ամեն ինչ էլ ձեռք կբերենք եւ կունենանք։ Շատ լավ, ինչ եք կարծում հարգելի հերոստատողներ, արժե որ ձեր անունից ես մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ Դավիթին, իհարկե արժե։ Շնորհակալ եմ Դավիթ, ապրես դու, թող քո այդ ստեղծագործ երևակայությունը միշտ գնա դեպի առաջ։ Շնորհակալություն բարեկամ եւ շարունակիր այդպես աշխատել։ Հարգելի հերոստատիտողներ, եւ եկավ հրաժեշտի պահը, բարեկամներ, իհարկե շատ լավ է որ մենք միասին ենք, բայց մեր ժամանակը անսպար չէ։ Ուզում եմ որ մենք լինենք բոլորս առողջ եւ երջանիկ։ Ուզում եմ որ այնպիսի մթնոլորտ լինի, որտեղ իրականում հայ լինելը կլինի մեծ պատիվ։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամ։ Միս լավա։ Ծեծած միս 1 կիլոգրամ, լոլիկ 2 հատ, սունկ շամպինյոն 2 հատ, հոլանդական պանիր 100 գրամ, համեմունքներ, ձեթ, բարեախորժակ։